Ո, Բարև ձեզ, սիրելի հարագիստներ, այսօր ինձ հետ է միջազգանագետ Դավիթ Գալավեդյանը, բարի երեկո, ինչպե՞ս եք։ Լավ եմ Պետրոս ջան, շնորհակալություն, դուք ոնց եք։ Ինչպես որ ասի իմ նախնական զրույցին, ահավոր հիաստապված, բամը որ երբեք հաշվում եք չի գալ հասնելու ենք այնտեղ, նախ կուզեմ քեզի շնորհավորել, ողջունել եւ շնորհակալություն հայտնել ինչու, որովհետեւ Դավիթ Գալավեդյանը այն եզակի դեպքերն է, որ հավասարակշռված է եւ չեն գնացել որ ծայրահեղ է, շատ ավելի այսպես ամեն գոմեն ընդունելի գերբար է եւ ոչ մեկը գրնա իր արժեքը ուրանալ մինչև Փաշինյանական մամուլը իրեն գրավիր է որտեղ իր գարձիկը դահնագիշիր է Դավիթ ուզեմ քեզ շնորհակալություն հայտնել որ դու Փաշինյանական ճակատի մեջը կստեղծես հավասարակշռություն որքան այնտեղ Փաշինյանական քաղաքապարներ կան քու ներկայություն այնտեղ բալանս կա բավը այնպես որ քեզ շնորհակալություն հայտնեմ առանց աուներդալու այն ալիքները որ գելես օրինակ մի դիտամ Մոնտոկ Արմենիային ելերը ինձ համար մեծ ուրախություն է։ Շնորհակալ եմ եղբայր գնահատականիդ համար, շատ պարտավորեցնող է։ Ես իմ սկզբունքներից հետ կանգնող չեմ եւ այս մանավանդ այս հարցերում դուք լավ գիտեք իմ անաչառ անկողմնակալ դիրքորոշումը ու իմ անկաշկանդ խոսքի ձևն ու չափն ու ձևը, այսպես ասած։ Այնպես Ճիշտ որ շնորհակալ եմ Պետրոս ջան գնահատանքի համար։ ճիշտ այդ մեկը նկատի ունեի ուզեմ ողջունել Մանուկ Ստեփանյանը որի հետ հարցազրույցներ գնես այն ալիքն է որ Մոնտոկը շատ կհատած է որովհետև այնտեղ Փաշինյանական գազիկներ շատ կային սակայն գունամաններուն ներկայություն այնտեղ չեմ կնարալիվս պետք է ողջունել Մոնտոկը դերևս այն ալիքները Շնորհակալ եմ։ ամեն գոմերուն գոմ գուտա անարդար է որովհետև Մոնտոկը ցեզիվեստերուն գհրավիրե Նիդագարավեդյանին գհրավիրե ամենս որ դերևս միակ ալիքն է որ գրնամսել որ ամեն գոմ գուտա ես այդ մեկը չեմ որովհետև ես զուտ ինտիմատիվներուն գիտեք որ Արիտ կուդամ, one top Այո։ օրենը ողջունեմ, այլ դեսակ նորությունն է, որ ամեն գոմին դեր գուդա, ամես որ գուզեմ ողջունել one top Արմենիան։ Դավիթ, Շնորհակալ եմ։ թեև այս միաժինը վիշադերը պիտի ասեմ, որ դերևս Դավիթ Գարաբեդյանը միջազգայնագետ է, ինչու իրեն այդտեղ անգույներ մտցիր այս միաժնի մեջի փոքր դիմիենդրության։ Սակայն պիտի ընդունենք իրականությունը, որ կանատարն է, որ մենք ընդմուճան բոլոր քաղաքապարներ եւ քաղաքական ճարը որ հարվածը ստացավ անտիմությունները որ մեզի Այո։ գավեդեին որ ցասում միդլա ժողովուրդը դժկոհ է Videntունին որ նույնիսկ եթե pedagogan լեզաները աշխատեցան նույնիսկ եթե որոշ դերազարություններ եղավ կամ չեղավ բայց ադի այդ բջրոշ բանը չէր այսինքն ոչ խոսանք երտալը Videntունին որ Հայաստանի մեջ շատ լուրջ հատված մը գա մեկ երրորդ հազմավ որ դաղամի Փաշինյանին գողջունե Այո։ ասացի գնաբաստե եւ գքվեարգե Գա երկրորդ Այո։ ամենավտանգավոր հատվածը երկրորդ մեկերորդը որ Բեգադոսի նման ցերկերը գլվա եւ կան մեզի մեսները որ ավելի չեմ ուզել ասել թուն ասկայանական սակայն մենք ասկային բաներ ունենք որ մենք չենք կանանտունի Փաշինյանի Այո։ դապարները ինչպես կգնահատե Դավիթ Գարաբեդյանը փաստորեն ընդդիմություն անգամ եւս Ահա։ տապալեցավ Հարգելի Պետրոս, գիտեք, չեմ սիրում ընդհանրապես ներքաղաքական հարցեր քննարկել, բայց քանի որ դա կարևոր հարց է եւ շատ է կարևորվում նաեւ թե ինչպիսի անաչառ դիրքորոշում կարելի է հայտնել ընդհանուր պատկերի ֆոնին, ես իմ պատկերացումները ունեմ, կարծում եմ շատերը համակարծիք են ինձ հետ եւ կիսում են այն կարծիքը, որը ես հիմա կարտահայտեմ, ես ունեցել եմ առիթ այս օրերին կարծիք հայտնելու, եթե փորձեմ մաքսիմալ ամփոփ, այն ինչ որ հիմա ես ձեզ ասեմ, եւ զավեշտ է, եւ պարադոքս է, եւ մարազմ է։ Հիմա նախ փորձենք միասին արձանագրենք կարևոր արձանագրումները, թե ինչ տեղի ունեցավ, հա։ Տեսեք, փաստացի ԿՊ-ն Էջմիածնում ստացավ, եթե չեմ սխալվում, 15298 ձայն։ ասին Հստակ կրկնել իշտե ընդդիմադիր դիրքորոշում ունեցող, այո, հաղթանակը, հայրենիքը, մայր Հայաստանը, ժառանգությունը իրար հետ միասին, գիտեք, 13800 չեմ հիշում ինչքան ձայն։ Եթե ընդունենք սա որպես փաստ, կարելի ասել, որ իշխանություններին հաջողվեց այս ընտրությունների համար, այսպես ասած, ոչ քաղաքական միջավայր ստեղծել, ինչ առումով։ Այսինքն գտան մի կերպար, մի ֆիգուր, տվյալ դեպքում Արգիշտի Մեխագյան անունով անձի, որի հաղթանակի հարցում հենց իր անձի, այլ ոչ թե կուսակցության գործոններ էական ազդեցություն ունեցավ, որ վերջնաստրունքը եղավ տեսակ։ Այսինքն, այստեղ գործնականում ԿՊ-ն անելիք չուներ, չէր էլ կարող ունենալ, որտեղ շատ դեպքերում նման քաղաքներում անձով է պայմանավորվում։
ձևավորված։ Անձը ինքը իրենով որպես լիդեր լինի, հաջողված անձնավորություն, սիրված, ընկալված կերպար եւ այլն, կամ ինչ որ մեկի տղան տվյալ դեպքում ինքը կարող էր ազդեցություն ունենալ եւ այդ ազդեցությունը, այսինքն դա է եղել գործոնը, ոչ թե կուսակցական գործոնը եւ ՔՊԻ կամ Նիկոլ Փաշինյան անձի ֆակտորը։ Առավել եւս, որ Խոյ համայնքի բնակավայրերից ստացած ձայների մասով նոր ապահովվեց, հասկանում եք, չէ՞ ուր եմ տանում այդ բանը։ Այսինքն այստեղ նաեւ ինչ Դամի չափ կներես որ երբեք մի դնեմ գներես, սակայն նույնիսկ Էջմիածին քաղաքը հաշվենք 40 100 հարավ, այսինքն Էջմիածին քաղաքի մեջ առանց Խոյի արդեն ներկայությունը շատ այո, ընդունենք, որ կոնկրետ քաղաքով նա պարտություն է կրել Խոյ համայնքով նոր, նա հաղթանակ է տոնել ընդամենը մի քանի ձայների տարբերությամբ։ Այո, դա պետք է ֆիքսենք, դուք առաջ ընկաք ինձանից։ Ճիշտ է, ճիշտ նկատառում էր։ Այստեղ նաև հստակ ընդդիմադիր դիրքորոշում ու դիրքավորում ունեցող ուժերի ձայների լուրջ աճ է գրանցվել իրականում։ Իշխանությունների ձայները նվազել են այդ մասով։ Ու նաև փաստ է, որ հերթական թիմում մեծ իշխանական որևէ ուժ, այդ թվում նաև իշխանական դաշտամանից օգտվող ուժ, չկարողացավ նույնիսկ անցողի շեմա հաղթարել։ Նախ դա պետք է նաև ֆիքսենք։ Եթե փաստացի նայենք, ինչ է ստացվում, հարգելի Պետրոս, Վաղաշապատ համայնքում, եթե ընտրության իրավունք ուներ 70,000 մարդ, մասնակցել է 31,500 քանի մարդ, որից ՔՊԻ-ին ձայն է տվել 15 մարդ։ Հիմա որ ասում էի աբսուրդը, մարազմը ու պարադոքսը ինչու՞մ է, որ փաստացի ընտրությունների արդյունքում 15,000 մարդ որոշել է 70,000 մարդու ապագան։ Այսինքն փաստացի ստացվում է, որ փոքրամասնությունը որոշում է մեծամասնության փոխարեն։ Այսինքն, եթե ամեն ինչ մեր պատկերացրած օրինական լեգիտիմ սցենարով լիներ ու ըստ տրամաբանության, Պետրոս ջան, մեծամասնությունը պետք է կառավարի, հաշվի առնելով, որ փոքրամասնության շահերը, այսինքն ինչն իրագործելու համար ստեղծվել են դեմոկրատական կարգերը, հա, այսինքն ցածր մասնակցության պարագայում ընտրված թեկնածուն հենց նույն դեմոկրատիայի տրամաբանության շրջանակներում եթե շարժվենք, ունի փոքր կամ թույլ լեգիտիմացիոն ու այսինքն այլ կերպ ասած վստահության ցածր մակարդակ կամ թույլ աջակցություն ու այստեղ ստացվում է որ տեխնիկապես այն որ Սերժ Սարգսյանի թղթով այն որ ասում ամեն ինչ կարգին է, բայց բովանդակային առումով ոչ ամեն ինչ, ստացվում է իրավաբանորեն խնդիր չկա, համակարգային խնդիր հստակ կա, ինչին այսօր մենք ասկովի գերի ենք։ Այ դա, այսինքն եթե մեկ տորով փորձեն ձևակերպումը տալ, ՔՊ-ն ստացել է էջմիածինցիների ընդհանուր ձայների 21%-ը, որը որ մեր հայտնի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի հորինած Դոնթի բանաձևն է ու այդ հռչակած բանաձևն, այսինքն ըստ Սերժ Սարգսյանի դեմոկրատիայի ստացվում է, որ 78.5% ժողովուրդը ոչ է ասում, բայց անցնում է ամենաքիչ հավաքած տվյալ դեպքում ՔՊ-ն, ու այդ մարդը այսօր ազատության մեջ է, որովհետև բնականաբար այս բանաձևով, որը նա է ստեղծել, սա ֆանտաստիկ բանաձև է Նիկոլ Փաշինյանի համար։ Այսինքն, տեսեք, Սերժ Սարգսյանը ընտրական այնպիսի օրենսդրություն է ստեղծել, որը թույլ է տալիս իշխող ուժին անգամ չնչին ձայն հավաքելով պահել իշխանությունը ու Նիկոլ Փաշինյանը այսօր այդ ամեն ինչը ողջ ծավալով օգտագործում է, սա ոտերի առաջ է այդ ամեն ինչը։ Այսինքն Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մի հատ նենց սահմանադրություն ու ընտրական համակարգ է նվեր տվել, ժառանգել, որ ընտրություններում 41-42% հավաքելը, եթե այնտեղ փոշիացված ձայների վերջնարդյունքով կարող է դառնա 51, այսինքն 50-ը անցնի, ապահովում է մեծամասնություն, հասկանում եք, ու մեկը հիմա, չգիտեմ, իհարկե կան անձիկ, էլի, որ հարց պետք է տան էլի Սերժ Սարգսյանին, թե ինչու, այսինքն նախ ինքը նման հիմար համակարգ որ ստեղծել է ու էդի ժառանգել է Նիկոլին, ասենք որն էր տրամաբանություն, էլի, այսինքն դու այդ հաշվարկը չէիր արել, որտեղ շատ դեպքերում վերջի անգամ տղաների հետ հարցազրույցի ժամանակ ասում եք, թե ես չէի մտածում, որ սենց կարելի։ Այսինքն դու լինես երկրի ղեկավար ու ասես, գիտես, ես չէի մտածում, հա, որ կարող է այս իշխանափոխությունը լինի, այն դրա համար ասում ենք, այն ինչը որ ինքը կարել էր իր համար, կոստյումը հայտնի, հակավ ու սազեց Նիկոլ Փաշինյանը ու չուել ու ուզում փոխի։
Հիմա նայեք, մի հատ այս վերջերս շատ հետաքրքիր մի հատ դրվագի հետ ագանատես եղա։ Մեկը շատ հետաքրքիր միտք էր արտահայտել, իդեպ վտանգավոր բան եմ ձեզ ասելու հիմա։ Որտեվ իրականում մենք հիմա եթե այս հաշվարկները ընտրական օրենսգրքի այս պայմաններով ենք նայում, տեսեք ինչ է ստացվում։ Մի հատ պատկերացնենք իրավիճակ, հա։ Տեսեք, ինչա տեղի ունեն Փաշինյանը, եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա ազգային ժողովի ընտրություններում օրինակ հավաքել է ոչ թե 50+1 Պետրոս, այլ օրինակ 42% ձայն, ոնց որ նոր է օրինակ բերում։ Ընտրություններին մասնակցում է օրինակ 20-ից ավելի ուժ, որը տվյալ դեպքում տեսել ենք, լիքը այդպես ուժեր կան, հա, որոնց մեծ մասը չի հաղթարելու շեմը հասկանալի պատճառներում ու ունենք որ 20% փոշիացած, այսինքն շեմը չհաղթարվածների ձայն։ Ու այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Հիմա նայեք, ես հուշեմ ինչ է տեղի ունենում։ Այդ փոշիացած ըստ այս սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի փոշիացած 20% ձայնը բաժանվելու է շեմը հաղթարած ուժերի միջև ու բաժանվելու է տոկոսներով։ Ինչը իրենք հավաքեն, այսինքն օրինակ 20%-ի 42%-ը տրվելու է Նիկոլ Փաշինյանին ու դա նրա համար ապահովելու արդեն 50+1 ձայն, այսինքն 50+1% մեծամասնություն։ Ու եթե հաշվի առնենք փոշիացման այդ մեխանիզմը, այսինքն պետք է խոսենք ոչ թե նրա մասին, որ Փաշինյանը 50+% չհավաքի, այլ 40+1% չհավաքի, որովհետև եթե նա հավաքում է անգամ 41 կամ 42%, ստանում է մեծամասնություն։ Հասկանում ես, սա աբսուրդ է։ Այո, անհետեւել չափազանց։ Ճիշտ անոր մասին պիտի խոսեի։ Դա աբսուրդ է, այդ դրա համար էլ, Պետրոս ջան, մարդը այնքան է արխային ժողովրդական լեզվով ասած, այնքան է ոգևորված, որ իդեպ ինչ որ հիմա ասեմ, նույնիսկ շատ լրագրողների ուշադրության կենտրոնից վրիպել է։ Մի հատ հատկանշական բան պետք է ասեմ, որ դեռևս դատարանի որոշումը չէր հրապարակվել։ Արդեն 1 ժամ, մոտավոր 1 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտնի ընտանեկան թերթը հայկական ժամանակ արդեն իսկ հայտնում էր, որ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը շարունակելու է մնալ կալանքի տակ։ Այսինքն այս ամեն ինչն է, ինչը խոսում է այսօրվա իրանց հрамծրած ժողովրդավարության մասին։ Այդ դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարար ինձ շատ են իդեպ հարց տալիս, թե բա այդ Մայր աթոռի վրա հարձակվելը, չգիտեմ ինչ տարբեր ձևակերպումներ օրինակել։ Բա ինչի՞ է ձգձգվում, ի՞նչն է, ասում են Ժորժ ջան, իրեն պետք է հիմք ենտեղ վաղար շաբաթում լավ հիմքը ստեղծելը դա գոնե մունիցիպալում հաղթանակ տանել, որպեսզի ամրանան, որ վաղ եկուց այդ ուժային կառույցները, վարչական ռեսուրսը եւ այլն օգտագործի։ Ու ինքը գտավ մեկին, որին կարողացավ հպատակեցնել իրանով անել, ու այսօր իրեն որպես գործիք ծառայեցնելով օգտագործել այդ պլանի համար։ Դրա համար հիշում եք, 3 թ առաջ օրը հայտնի իր ստատուսը, որ հայտարարում էր, որ վաղար շաբաթ խոշորվածած համայնքի բնակիչներն իրենց ընտրությամբ կարևոր լիցք տվեցին Մայր աթոռի Սուրբ Էջմիածինը Կդրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին, հա։ Այսինքն ախր ժողովուրդը թող հիմա սա գնահատի։ Հասկանա, որ սա գործիք է։ Դրա համար կարա ցինիզմով ասի, որ օրինակ թոշակառուներին եկեք քաջալերենք, որ աշխատեն, ամենաաշխատունակ տարիքն է հիմա իրենց։ Ասենք աբսուրդի ժանրից այն աստիճան ցինիզմ, որ ասում է, այսինքն sense բան չի եղել, ասում է հազարավոր մարդկային զոհերով, տասնյակ հազարից ավել վիրավոր տաս, միլիարդավոր դոլարների նյութական կորուստ, պատմական Արցախը հայաթափես, Արցախը թշնամուն հանձնես, այդ ամեն ինչը տաս ու կանգնես իլուր աշխարհի ասես ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Հա ճիշտ է ասում, ոչ ոք Արցախը չի հանձնել սրան նրան, հա։ Միայն դու ես կարողացել, բրավո։ Այդ դրա համար է, որ այն իր տաշտամանից օգտվող հատկապես պսևդո արևմտամետերը հատկապես, հա, ասում են, երբ որ պետք է արցախցիներին վարկաբեկեն, անվանարգեն եւ այլն, ասում են, դե դուք չէիք, որ ստորագրեցիք, որ Արցախը հանձնել եք, դուք եք հանձնել, չեն ասում, թե Շահրամանյանին ով է հրահանգել, որ Շահրամանյանը ինքը իր գլխի տերը չէր այդ ժամանակ, միայնյա որոշումներ չէր կարող կայացնել, կամ որ ասում են միլիարդի զենք եք հանձնել, ասում ադրբեջանցիներին ու փախել եք, լսի ինչ են ասում։ Այս ու պրիտոմ, երբ ուզում են այդ նույն մարդկանց այդ նախկին կոչվածներին կամ Ռուսաստանին, որպեսզի թիրախավորեն, ասում են 1 միլիարդի զենքը այդ որ ասում են 1 միլիարդի զենք է, հետո պարզվում է այդ 1 միլիարդի զենքը էդի մետալալոմա,
դա չօգտագործվող զենք է, հասկանում ես, այս է, որ ասում եմ մարազմի ժանրից է։ Պետրոս ջան, իրականում ես խոհեմ ժողովուրդը, հայ ժողովուրդը, ես ենթադրում եմ, որ պետք է գիտակցի հասկանա, որ այս ամեն ինչը ցինիզմի դրսևորում է, որ սա էմոցիոնալ սպեկուլյացիա է, սա մանիպուլացնում է ժողովրդին։ Ես չգիտեմ, բայց փաստը այն է, որ այսօր մարդիկ կարող են ու ընդհանրապես դες իզոլացրել են բոլորին։ Քաղաքական դաշտում ով իրենց համար տհաճ դեմք է, այսպես մեղմ ասած, Վարդան Ղուգասյան Գյումրու քաղաքապետ, հա, ակտիվիստներին, տարբեր տղերքին, ովքեր որ ինչ որ կարողանում են ազատ ու անկաշկանդ խոսել, այդ մարդկանց իզոլացնում են։ Այո։ Ու ասում են երկրում քաղ բանդարգյալ չկա։ Հասկանում եք ուր ենք տանում։ Այսինքն տեսեք ասում են, չէ, որ ամեն գնով նենց ենք անելու, որ Վարդան Ղուգասյանը քաղաքապետ չլինի։ Փորձելու ենք մաքսիմալ խնդիրներ ստեղծել, ստեղծեցին։ Այսինքն տեսան, որ չեն մարսում Գյումրու կորուստը, վաղարշապատի սցենարը այսպես արեցին, հիմա դե տեսնում են, որ Գյումրու տարբերակով ալտերնատիվ տարբերակ չկա, չգիտեմ, դրոններով քաղաքապետարանի շենքը օրերով ձայնագրեցին, սրան նրան ձայնագրեցին, հիմա էլ գիտեք, քաղաքական վենդետաների նման հետապնդումներ եւ այլն, ռեպրեսիաներ, որը որ ամեն Աստծո օրվա ռեժիմով տեսնում են։ Էսա, քո ասած հարցի պատասխանն էսա։ Ախ, կշնորհավորեմ, որովհետեւ որ ես շատ չեմ սիրել խոսիմ ներքին հարցերու մասին, սակայն Լիբանանցիները մաշալլա, այսինքն բարգասուզու բավական լավ գաղափարում է, շատ լավ գաղափարում է եւ շատ հետաքրքրական եւ շատ մանրամասնեցին անգեդը, որ ես պիտի հարցնեի։ Արդյոք այս օրենքին ներքև որտեղ այն անձերը որ ասի իսկապես անդրամփանական է որ ամոր 400 շեմը չանցնիր ասիղագի ժողովրդավարությունը ոտնագեխը որ փոքրամասնությունները եթե 400 չանցին իրենց ցայները այսինքն ներկա չեն գտնվել արդյոք ավելի ճիշտ չեներ փոխանակ 7 որոնց մեջ 3-ը 4-ը 5-ը ինտիմատիր են ավելի ճիշտ լավ կոնե 2 կամ 3 ցանկով օրինակի հայրենի կուսակցությունը որ բավական բարոն Մանուկյանը հարկված է իրենց այս մասնակցությամբ իրենք եւ այլ ուժեր վնաս տված եղան ես չեմ ասում ռիտիդում նավորգերով սակայն դե ֆակտո կորզնական դես դե յուրե իրենց այս ցանկերը որ եկան են մրցելու իշխանության հացին յուղ կեսեցին այսինքն մի քանի ցանկ որ 400 չեն անցներ եւ արդյոք այս ինչպես գդրամպանի որ ամոր 400 չանց է իրանություն իր ցայներ ուրիշ մեկումը դա օրինակի համար 100 ամեն մեկ ցայնը է ինչ կնշանակի որ կուցայ 400 չանց է որոնք ներգա չես այսինքն ինքը իրանությունը ես իմ ցայնս արդահայտելու 100 որտեղ չանցա ինչ կուզեք ասել ասես ուղղակի անդրամպանական եւ ժողովրդավարության ոտնագեխելու աններելի իհարկե Այստեղ մենակ մի բան կարող եմ ասել, մի լավ կետ կա գոնե Պետրոս ջան, որ ընտրություններին բարձր մասնակցությունը արդյունք է տալիս։ Այսինքն քաղաքներում այս ուղղությամբ ավելի մեծ աշխատանք տանելու դեպքում կարելի է հակառակ պատկերի ագանատեսը լինել։ Սա նախադեպ է նաև ինչ որտեղ այս դեպքը։ Ու եթե մենք հիմա չֆիքսվենք նրա վրա, հա, ինչպես շատ ընդդիմադիրներ, նույն ֆիկտիվ նաև, հա, որոնք որ ժողովրդին են մեղադրում ժողովրդին մեղադրում են, հայոյում են, չգիտեմ, իբր ժողովրդն է մեղավոր, այստեղ եթե գործնականում նայենք, տեսեք, ՔՊ-ի ամենաուժեղ մարզերից, քաղաքներից մեկում այս թվերը, որ մենք տեսանք, հա, այս տարբերությունը մեզ համար պետք է ցուցիչ լինի, Պետրոս ջան, կարևոր ցուցիչ շատ բան անելու, այդ բան անելը սենց է, այս թվերը ցույց են տալիս, որ ճիշտ աշխատանք կատարելով կարող ենք արդյունք ունենալ, թեկուզ բոլոր իրոք ընդդիմադիր ձայները միավորելով ոնց որ Գյումրու տարբերակներ ու աշխատացնել է այո նորից եմ կրկնում սա ցուցիչ է իրականում սա այսպես ժողովրդական ասածով նաև լավ չափալաղ է լավ սիլա է ընդդիմություն կոչվածին բայց ինչ որտեղ նաև կարելի ասել որ աշխատել են այնտեղ մի քանիսը իրոք աշխատանք տարել են ամենայն դեպս իրանց մոտ ստացվել է այսինքն տվյալ դեպքում հա հաղթանակ դաշինքը կարողացել է ամենայն դեպս մաքսիմալ աշխատանք տանել ողջունելի է բայց այստեղ նաև էլի գալիս ենք եթե իրանց խնդիրը տեսեք իրենք այսօր կարողացան հենց անձի գտնեն որին օգտագործելով կարողացան հասնել իրենց նպատակին այդ տղեն
Գուցեև չի էլ գիտակցում, որ իրեն օգտագործել են ու օգտագործելու են։ Ընդ որում իր հոր անունը գիտեք ոնց է արձարծվում, ինչ պարագայում իր անունը ինչպես է համադրվում այս պահից սկսած։ Բայց այստեղ նաև խնդիր կա, որ Պետրոս ջան, էլի ժողովրդի միստվար զանգված նախկինների ցանկացած տեսքով վերադարձի ու վերարտադրություն չի ուզում։ Այստեղ էլի գալիս ենք նրան, որ թարմ մաքուր ուժեր են պետք, նոր մարդիկ են պետք, թիմ ընտրություններում, մունիցիպալ ցանկատ առավել եւս մարզերում, այնտեղ ուրիշ հոգեբանություն է, դու լավ գիտես։ Այնտեղ լրիվ ուրիշ աշխարհայացք ու գալումներ են։ Եվ օրինակ վաղաշաբաթի պարագայում ժողովրդի ասած, իրենք ճիշտ մարդու վրա ստավկա դրեցին, սենց ասած։ Ու իրանք հաջողության նպասակվեց մանավանդ Սերժի նվիրած այս ընտրական օրենսգրքով, այս ձևաչափով։ Սա նվեր էր։ Նիկոլ Փաշինյանը սա բացառիկ նվեր էր մատուցվել իրեն։ Սերժ Սարգսյան, ես չգիտեմ, ինքը հիմա իրենից գոհ է։ Երբ որ մանավանդ ցույց են տալիս, որ սթափ ու խոհեմ նախագահ է եղել։ Ես անկեղծ չգիտեմ, նա ինչ հաշվարկներով է դարել, կամ այս ամեն ինչը գուցեև ամեն ինչը պլանա, ուրեմն այնքան ֆանտաստիկ պլանավորած է, որ սենց պետք է գծած գրած գնա։ Ուրեմն այդ արդեն իրանց ներքին հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունք է։ Ուրիշ գնահատական ես չեմ կարող տալ։ Նման абսուրդ, նման մարազմ ու պարադոքս էլ եմ կրկնում։ Չի եղել որևիցե տեղ, որևիցե երկրում նման պատմություն չի եղել։ Զավեշտ է։ Իհարկե սա ողբերգություն է, բայց փաստերն է։ Փաստը է սա։ Հիմա պետք է առերեսվենք այս իրականության մեջ, ընդունենք, որ այսօրվա դեմոկրատիայով, այսօրվա իրենց ժողովրդավարական բաստիոն լինելով եւ այլն, այսօր մարդիկ այդ ձևաչափի մեջ հաղթանակներ են տանում։ Սա իրենց հաղթանակն է։ Դրա համար տեսեք, ես բերում եմ, ում վրա չեն կարող, տարբեր մեթոդներ են կիրում։ Մեկին ռեպրեսիաներով, մեկին բան, այն մերձավանի սպանությունը դերևս մինչև վերջ չի բացահայտվել։ Չենք հասկանում քաղաքական վերջը բաղադրիչը որն էր, ինչ շապով էր, ինչքան էր, կար թե չկար։ Հիմա այստեղ Մամիկոն Ասլանյանի դեպքը բոլորիս հայտնի դեպքն էր։ Գորիսի քաղաքապետին հիշում ենք, հիմա կարծես ինչ որ տպավորությունն է, որ կա կոնսենսուս կամ չգիտեմ ինչ որ այդ բառը բերանս չի ֆռում ասել պայմանավորվածություն, որտեղ գիտեմ որ սկզբունքային տղա է, չեմ կարծում որ զիջած կամ բանկ դելացնել։ Հա, էլի հասկանում ես։ Բայց այսօր իր հանդեպ գոնե չկա այդ ռեպրեսիաները։ Համենայն դեպս փաստը այն է, որ մարդը դեմոկրատիա գոռալով, մարդը որ այնքան չհարգի իր ժողովրդին, որ ասի սա ամենալավ վերջին 500 տարվա պատմության մեջ հայ ժողովրդի ամենաիրական Հայաստան ամենալավ ապրած տարիներն են, ամենաճոխ ապրած, չգիտեմ, սոցիալ-տնտեսապես, քաղաքականապես, միջազգային ասպարեզում, էլ ինչ ասես։ Կներես որ ներքին ճակատը, որտեղ այսօր գետրոնտած է ներքին, ես խոստում եմ հոգեբանորեն դակավին այդ չապալախը, որ գեսես այդ չապալախը եսի մորտից վրա ասկացած եմ, եւ դակավին չեմ կաստրված անգերորեն դե չեմ իզիկս վերակդած։ Լավ, շատերը կանդադեն, որ այս ընդրության կուսակցությունները չի մասնակցեցան, սակայն երբ որ մասնակցին կանդադեն, որ կուսակցությունները ինչու մասնակցեցան, մեր ժվածներ կան մեջ են, այսինքն այս բարակային պիտի ընդունենք, որ եթե կուսակցությունները մասնակցին կմեղադրվին Էշմիածի մեջ կուսակցությունները հերու մնացին։ Դե երեք մի չի մասնակցան։ Գիտեմ որ Հայաստան տաշինքը որոշ կերպով վստահ եմ որ ես հաղթանակ ցանգին, այսինքն պիտի մենք իրավաշ միամիտ չենք որ մենք այդպես հավատանք որ բարոն Սևագը միակ կբայկարեր իր երբ ուներ շատ ուժեղ ընդրական մեքենա եւ այդտեղ որ կուսակցական ադանդերն ասելով վստահ որ կուսակցական դիսցիպլինով շատ ուժեղ մեքենա ունի։ Ինչ կուզեցել, եթե կուսակցությունները մասնակցին մեկ հարցում եւս ունի մասորդ կապված։ Սակայն բիդենտոնիկ որ անտիմուչան եթե մեդիան հավաքապար եթե փախտadենք իշխանությանը անտիմուչին ավելի ուժեղ մեդիա ունի ինչպես է որ իշխանությունը կառուցությունը միշտ ավելի կհաջողի հասնելու ժողովրդի սերդին եւ միտքի եւ անտիմուչան կառուցությունը չհաջողի Պետրոս ջան, գիտես այդ ուղիղ զուգահեռ եմ տանելու էլի նախքին ներկա դիսկուսի հետ, հա իրենք գտել են այն որ ժողովրդն է ասում Աքիլեսյան գարշապարը Նրանք գտել են, որ րոպեին պետք է դրա պատասխանը ձեր հարցի տվել է ամենաուղիղ շիտակ պատասխանը տվել է Ալեն Սիմոնյան։ Ասել է ինչքան
Ռոբերտ Քոչարյան կան, ու մենք շնորհակալ ենք, գոհ ենք, Աստված պահի իրենց բան, հա, թող միշտ այդենց պահի տակ, այդենց ասուլիստան էս ասեն, են ասեն, իրենք մեզ փրկում են։ Մարդիկ ասում են, մենք երազում ենք, ամեն իշխանություն կերազի նման ընդդիմություն ունենալու Այո։ համար։ Հիմա իրանց սրտի ընդդիմությունն է։ Հարցի պատասխանը մի քիչ իրոնիկ է, բայց իմ կողմից, բայց ուրիշ պատասխաններ չեմ ուզում տամ այստեղ։ Եվ էլ եմ ասում, տպավորությունն է, որ այս ամեն ինչը net սինխրոն բասերով են անում։ Տպավորությունն է, որ երբ պետք է մեկը մյուսին պատժեշկա անի, ճակերտավոր, այդ ձևով պատժեշկա են անում։ Հա դե մեր երկու հատ գորգռում, բումերանգային մեղադրանք, լութանք, հայոյանք անիծել, հետո բայց արանքը ով է շահում, հասկանում ենք ով է շահում։ Հիմա փաստացի տեսեք, այդ մարդիկ իրոք չեն լարվում նման ընդդիմությունից, նման խորհրդարանական ընդդիմությունը իրաց համար նվեր է։ Այսօր դե նայում եմ մեդիայով ասում է Գեգամ Մանուկյանի անձն են քննարկում, ասում են չի բացառվում, որ նա իշխանափոխ, այսինքն իրենց բանից փոխվի այնտեղ, գնա իշխանություններ, դառնա այնտեղի պատկան։ Մարդ, որ ասում էր Նիկոլնային որդուն սպանել, հա, հիմա մարդը ասում է դե ես երևի սխալվել եմ, ճիշտ չեմ ընկալ, էմոցիոնալ հայտարարություն եմ արել երևի։ Հիմա հասկացել եմ, որ չէ Նիկոլը չի մեղավոր։ Հասկանում եք։ Ասենք չկարելի է խղճալ այդպես մարդկանց, էլի, անբովանդակ մարդկանց, էլի, ընդհանրապես էս քաղաքականապես ոտաբոբիկ մարդկանց, այդպես պահի տակ սրա նրանական դարձող շատ շուտ փոխն է փոխա, հակն է հակ, այսպես վազե-վազ տարբեր տեղեր։ Ինչ ասեմ, էսա, այսօրվա քաղաքական ներկապնակը սա է։ 2026-ի ընտրության ես անձնապես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը մենք հիմա կունեն ավահողած է հաղթանակը։ Դուք ինչ կուզեք, մենք մանդատություն չենք անում։ Պատրաստվում է հենց հիմիկվանից։ Մարդիկ արդեն ցուցակներ ունեն, արդեն կազմ ունեն, հիմիկվանից ու ընդհանրապես ճիշտ են անում, իրականում ճիշտ են անում։ Հիմիկվա արդեն իսկ ուշ է։ Արդեն իսկ բան չի մնացել, պետք է պատրաստվեն, իհարկե։ Ու այս պարագայում, այո, իրենք պատրաստվում են ունենալով բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները, ֆինանսական մաքսիմալ հնարավորությունները, վարչական ռեսուրս, բնականաբար իրենց համար շատ, չասեմ շատ հեշտ է լինելու, բայց այդուհանդերձ իրենց մոտ կա բազա, ու իրենք լավ փորձություններ են անցել։ Այո։ Իրենք աշխատելու տեղ ունեն, աշխատում են, իրենք գիտեն ինչպես աշխատել, ում պետք է վախեցնելով, սպառնալով, ում պետք է քաղաքական հաշվեհարդար տեսնելով, առավել ևս հայտնի կամպրոմատների քաղաքականությունը, որը վարվում է ամենօրյա ռեժիմով, սրա նրա տունը ժուճոկ ու կամերա դնելով, ինչ որ բան խաղելով, հետո ուլտիմատումներ դնելով։ Մարդիկ մեթոդ են գտել, ասում է ամեն մեթոդ արտարացված է։ Իրանց համար է դա։ Հիմա թե սրբություն է, սրբություն չէ, երկրորդ ըստիս իրենք էլ կհատեն, հատում են, կհատեն։ Իրենց համար տուն մտնելը թեմա չի, սենց ասեմ։ Այդ արդեն իրենց փորձն է ցույց տվել, ես չեմ ասում, այդ աշխարհն է տեսնում, հայ ժողովուրդն է տեսնում։ Ուրիշ բան, որ շատերն էլ ինչքան էլ ինքնասիրություն, արժանապատվություն ունեն ու ամբիցիաների դեր մարդիկ են, հա սկզբունքային լռում են կամ չեն խառնվում, որովհետև հասկանում են, որ վաղն էլ իրենց հետևից կարա գան։ Գործ կարել, գործ սարքել, չգիտեմ ինչա, գիտես, իրոք ողբերգություն է, որովհետև հայ ժողովուրդը մտահոգված է արդեն իր եսի, իր անձի, իր ընտանիքի համար։ Այո։ Հասել ենք այդ этаպին, որ ամեն բառը զգուշավոր ենք արտահայտում, ամեն բառը փորձում ենք, օրինակ ես ընդհանրապես, դու գիտես, շատ զուսպ, սթափ, երբեք կյանքում ավելորդ բառեր թույլ չեմ տվել ինձ ինչ որ առավել ևս հայոյան կամ բան ու ինչ որ ընտանիքի անդամների անուններ հոլովել։ Ես ինձ զսպում եմ, բայց հասկանում եք, այդ ընդ որում չեմ ուզենա տպավորություն, այսինքն այնպես չի, որ հայոյող կերպարն է ավելի ուժեղ կամ անկեղծ այս պարագայում։ Մարդը կարող է երկու գրագետ բառ ասի, բայց 100 քիֆուր ու այն որ ասում է լութանք արժանանա, բայց
Եթե մարդիկ դիմացինդ անդրդվելի է, այդ քիֆուրնել կուտի, լութանքնել կուտի, անեցքնել կուտի ու վադել չի վզել, լավ էլ կմարս։ Եթե բարոյական սկզբունքներից զուրկ է, եթե այո, սկզբունքայնությունից զուրկ է։ Ընդդիմության ողջունությունը չեմ կետը ընդդիմություն կամ չընդդիմություն ոչ թե միայն խորհրդանական, սակայն շատերը գենտատրեին, որ չափանիշ բավատուզեն շատ ուժեղ բարեր օգտագործելով իշխանության դեմ, երբ որ ես վարչապետին դեմ խոսեի քաղաքական կանոնություն եւ գսեի բարոն վարչապետ, շատերը կներկայանային, որ Պետրոսը ինչու քաղաքացիական պայմանագիրն եւ վարչապետին կպաշտպանի, հավատացեք, որ այդ վիճակի ասած է դեմագոգիան եւ ըմբռնումը դժբախտաբար սպիրկի մեջ անմեջ է, նույնն է լավ, իմ վերջին հարցումս դակոնին 7 րոպե, արդյոք հիմա ադեն եկած է եւ հիմա շատ ավելի հեշտ պիտի արշավի այս երևույթին եւ կաթողիկոսը պիտի այնտեղեն հերացվի այս երևույթին իրավիճակը այդպես է մանավանդաստրությունը իրեն դվավ արդեն բարոյական եւ հոգեբանական արդարացում դե մեսիջը արդեն կա իրեն պետք է որ պահը հասունանա պահը հասունանալու համար ես մի փոքր առաջ նկարագրեցի ինչի համար էր պետք է դնդրությունները այդ երիտասարդի դեմքով որին ինչպես պետք է օգտագործեն ինչ պայմաններում եւ այլն նա հենարան ստեղծեց իր համար Էջմիածին քաղաքի մեջ որտեղ որ մայրաթորն է հիմա արդեն տեխնիկական բնույթի գործողություններ է պետք է այնտեղ կատարել մանավանդ երբ որ այդ քաղաքում իդեմս քաղաքագլուխի քո թիմագիծն է քո մարդն է այսպես Հիմա ուժային կառույցներ, վարչական ռեսուրս, ամբողջությամբ կիրառվելու է։ Ուղղակի այստեղ ինքը պետք է հասկանա, որ սեղանին դնում է երկու տարբերակ։ Կամ նա դա կանի ու կմարսի, այսինքն մինչև վերջ կկարողանա այնպես անել, որ վեհապարը սեփական ձեռքով կամ հրաժարական տա կամ ձերբակալեն, ձերբակալ ենթադրում եմ, որ նա ավելի շատ ճնշում կգործադրի կոմպրոմատներով է, ինչով է որ կա, որը որ իրոք կա իր ձեռքին, որպիսի ինքնական հրաժարականի հայտարարություն հնչի։ Եթե ոչ, ես չեմ կարծում, որտեղ որքան էլ մենք գիտենք, որ շատ խնդիրներ ունի այդ անձը, վեհապարը, այդուհանդերձ ֆիզիկական որևիցե միջամտություն, բռնություն առավել ևս չպիտի գործադրի, որովհետև դա հակառակ էֆեկտը կարող է տալ։ Ենթադրում եմ նա դա գիտի, եթե չգիտի։ Բայց ստերոիդի նախարարը արդյոք չի դարել, որովհետև այդ բոլորը լալով հանդերձ Էջմիածին 15000 քվեարկող կդավ եւ մնացյալ 30000 չի քվեարկեց։ Այսինքն Դավիթ ջան, այստեղ մարդիկ չքվեարկեցին, մարդիկ այսինքն իրենք համացան են աս բոլորին, եթե չի դու նստելով ինքը խնդիր է։ Այո, հիմա տես, եթե ընդունենք, որ մոլի երկրպագուներն են, հետևորդներն են Ցանկացած հրահանգ ու հրաման կատարողներ են այդ մարդիկ ենթադրենք։ Չնայած ես խիստ կասկածում եմ, որ նույն հաշվարկով ու նույն դիտարկետից չես կարող դիտարկել այդ 13000 իրենց ձայն, 15000 ձայները։ Խնդիրը այստեղ ուրիշ է, որտեղ մեկը ուրիշ բան, որ պատրաստ է իդեմս այդ երիտասարդի որպես քարագլուխ ճանաչի, բայց այդ նույն մարդը պատրաստ չի հանուն նրա նույնիսկ գնալ մայրաթորի դեմ։ Ես կգասկածի որքան էլ ես կգասկածի չէ ես կգասկածի մարդիկ նո Պետրոս ջան նայ արի տարանջատենք դա դերևս այդ թվականակը ցուցիչ չի որ իրենք շատ միամիտ կգտնվեն եթե իրենց հույսը բացառապես դնեն որ կոնկրետ տվյալ դեպքում այդ քաղաքի այդքան ձայն տվողները անխտիր բոլորը գալու են ու կանգնեն այդ գործին ընդ որում դրսից է կգան, հա, Թալինից, չգիտեմ, հայտնի տեղերից, Դիլիջանից, որտեղից որ գալիս էին Հովանավանք եւ այլն։ Ու այդպես փորձեն massայականությամբ, հա, massայով փորձեն այդ հարցին լուծում տալ։ Ես ավելի քան վստահ եմ, ես ունեմ նաեւ ինֆորմացիա, որ այդ մարդկանցից շատերը չեն գնա այդ քայլին, բայց եթե նույնիսկ գնան դրան, մի հատ պատկերացնենք, ինչ որ X քանակի հարցը 200 չէ կամ 12000 մարդ էլ լինի։ Մի հատ sense ռասկլադով դիտարկենք։ Ինքը պետք է հասկանա, որ կարող է ինքը գրեթե կրկնի նույն մարտի 1-ի սցենարը վաղ շաբաթ։ Ինքը արդյոք կգնա նման կոնֆրոնտացիայի, որ ժողովրդին դեմ հանի իրար դեմ։ Որտեղ ժողովրդի այն ապատիկ հատվածն է, որը չի մասնակցել ընտրություններին,
Բայց այդ ապատիկ հատվածը որքան էլի կա, չէ, ներքին տարաձայնություններ մայրաթորի հետ, մայրաթորի դեմս վեհապարի հետ։ Էլի մայրաթորի կողքը կարող են կանգնել, մեկը կկանգնի, մեկը չի կանգնի, մեկը այս թևից կլինի, մեկը այն թևից։ Այդ ժամանակ լինելու է քաղաքացիական պատերազմ բախում։ Հիմա նա ենթադրում եմ գիտակցում է, որ եթե նա լավ ու հստակ հաշվարկներ չանի, կգնա դրան։ Ինքնաբերաբար ենթադրում եմ նա հիմա այդ ուղղության մասին է մտածում, որտեղ առաջի խնդիրը նա լուծեց։ Այնպես արեց, որ իր սրտի քաղաքապետը դառավ իր գործիքը այնտեղ։ Հիմա այս մեր խոսացած թեմաներով ինքը պետք է այն ժողովուրդը ոնց է ասում, քծի բռնի, թե ինչ սցենարներ ու ինչ ռասկլատ կարող է ունենալ։ Իր բոլոր հերթական քայլերը էս հարցում։ Բայց եթե ինքը խելամիտ լինի, ընդհանրապես այս հարցը պետք է լուծվեր փակ սենյակում, փակ դռների արանքում։ Խնդիր ուներ վեհապարի հետ։ Իլուր աշխարհի դա պետք չլիներ։ Այդ հարցը պետք է լուծեր ուղիղ իր հետ։ Ուղիղ իր սենյակում կամպրամատներ ուներ, ճնշում էր ուզում գործադրեր, չգիտեմ ինչ ուներ, պետք է այդ ժամանակ առանձին կամ իր մոտ հրավիրեր կամ ինքը գնար, այլ ոչ թե բոլորիս լու թեմա դարձներ սա։ Քննարկման բան, որ այսօր դրանով թիրախավորվում է ողջ մայրաթորը, ողջ քրիստոնեական ամբողջ աշխարհը մեզ է դիտում հիմա։ Հետևում է այս իրադարձություններին։ Հասկանում եք։ Ու այսօրվա դրությամբ ըստ իս նա մաքսիմալ փորձելու է զերծ մնալ կոնֆրոնտացիաներից, որը կարա տանի բախումների, քաղաքացիական բախումների։ Անհաշվված կայլ է։ Հիմա տեսնենք, բայց ուրիշ էլ բան է, եթե ընկրկի, վեհապարը ընկրկի, համաձայնվի հրաժարականի հետ, բավարարի, որտեղ դրանով նա արդեն ամբողջությամբ տոտալ վերահսկողություն կունենա հայ ժողովրդի բոլոր, այսինքն միակ բանը, որ եկեղեցիներ անջատ պետությունից նաև դրա, որտեղ դա են, հա, մանավանդ թուրք-ադրբեջանական ցանկությունների շղթայի մեջ, դա ամենախանգարող հանգամանքներ դրա հարցն լուծած կլինի։ Այսինքն մի կառույց, որը որ գիտես, հայապահպանության, կրոնի մի խոսքով, եթե սա է հիմնականում այսօր խանգարողը, այս հայ-ադրբեջանական, հայ-թուրքական մերձեցմանը, ապա արանքից դուրս է գալիս ես։ Եվ ինքը ընդհանրապես ժամանակի ձեր եթերում էլ եմ ասել, հիմա եք ասեն, ինքը վերջնականապես կդառնա ցար բոգ։ Ինչպես որ շատ դեպքերում ինքը առաքյալի կարգավիճակ իրեն ստացվում, աստծո տեղներ են դրում, մանավանդ հոյակապ ստատուսագիր է դարել, սաղմոսագիր է դարձել։ Երևակայեք միջին վիճակագրական կրոնավորից շատ սաղմոսներ գիտի։ Լավ է, ողջունել է, սովորում, անգիրանում, զապիսանում, նկարում, գցում, սիրտիկներ է անում։ Ինքը ինձ դաժե նույնիսկ ձեզ սիրում է, Պետրոս ջան։ Բոլորիս սիրում է, այդ սիրելն էլ ուրիշ համատեքստում նաև հասկացեք, ինքը սիրում է իր ազգում, լավ սիրում է։ Ում պետքա իրոք սիրում է, ում պետքա ուրիշ ձևով սիրում է, ամենայն դեպս սիրում է մարդը, դրա համար սիրտիկա ցույց։ Ինքն է չէ ասում սիրում եմ բոլորիդ։ Էլ չի ասում փոխում եմ բոլորիդ առաջ եւ այլն, բայց շատ շնորհակալ եմ, դժբախտաբար միշտ կբախտեմ, որ ավելի ուրախ օրով խոսենք, բայց դժբախտաբար ամեն մեկ հարցազրույցին ես ավելի դուխր գլամ, հուսանք որ հաջորդը ասված դա մեր ժակատագիրը հրաշքովը փոխում։ Վերացնունդ լինելու է ամեն ինչ ժամանակավոր, այս փորձություն են, Պետրոս ջան, փորձություն է, վերացնունդ Դավիթ ջան, կողքոտա են անցնում։ Շնորհակալություն եւ բարի գիշեր։ Աստված առաջ, Աստված պահապան բոլորին։ Գեցես։ Շնորհակալ եմ։